Muy bien, amigos de Audición Armenia Gomidas, 14 horas, 1 minuto. Pasamos la mitad del programa y a continuación vamos a compartir con ustedes la próxima entrevista. A modo de presentación les queremos contar que en la ciudad francesa de Lyon, el Centro Nacional de la Memoria Armenia organizó un acto en homenaje a Uruguay con motivo de cumplirse el 60 aniversario de la aprobación de la ley de reconocimiento del genocidio armenio sancionada el 25 de septiembre de 1965. El embajador de Uruguay en Francia, Enrique Leondel, destacó durante su discurso que la comunidad armenia forma parte de la historia de Uruguay y subrayó los lazos de amistad entre ambos pueblos. La exposición del fotógrafo Rupen Kulaskesian, autor del proyecto de Little Armenians, presentó imágenes tomadas durante su viaje a Uruguay que retratan lugares emblemáticos vinculados a la comunidad armenia. También se proyectó una entrevista realizada por el fotógrafo Agaravet Arakelian, referente histórico de la comunidad armenia en Uruguay. Vamos a estar hablando ahora con uno de los responsables del Centro Nacional de la Memoria Armenia de la ciudad de Lyon, en Francia, el señor Razmik Aboyan. Լավհիմա գաբգ հաստատենք հայ շողության ասկային գտրոնի բադասխանադու ընգեր Ռասմիկ Հաբոյանին հետ Պարիկալուս կոմիդաս ռադիոժամ ընգեր Ռասմիկ Այո, Պարիկալուս, մերսի, շատ շնորհակալ եմ հրավերին համար, շատ ուրախ եմ Մենք լավ ես ընգեր Շատ լավ Գիտեի պիտի նախ շնորհավորեմ նաև ծեր ցայնասպյուրին դարեթարսներ 90-ամյակը Այո, շատ շնորհակալություն Այո, ուրեմն շնորհավոր լա թեր երկար տարիներ աշխատիկ, դարաձեք, խոսիկ, պայքարիկ եւ մեր մշակույթը բայեկամ այնտեղ Այո, անշուշտ շատ շնորհակալություն ընկեր Նախ եւ առաջ ինչպես առաջացավ Ուրուգվային հարկանքի դուրք մատուցելու խաղապարը հայոց ցեղասպանության ճանաչման համար Այո Ես իսպաներեն չեմ հասկացար, բայց հասկացա ձեր գործընկերոջը երբ որ խոսեցա Այո Ռուպենի մասին խոսեցա Իրականում մեր գետրոնը 2013-ին հիմնված է Տարբեր տեսակ քրատարան կա, արխիվի, գետրոն կա, տասախոսություններ կգազմագերբենք եւ այլն Անցյալ տարի էր Ռուպենի մասին որ խոսք եղավ, Ռուպեն Կուլակսեզյանը մեր քրատարանը եկած էր քիրքեր կար գտնდրեր եւ այլն Հետո բիդի երթար սուրճ կարատնը սուրճ խմեցին, քիչ մը խոսեցանք, ուր ճամփորդած է, ուր բիդի ճամփորդ է եւ այլն Ուրուգվայի նյութ եղավ, Ուրուգվայ այցելած էր Այսպես երկուքով բաներ ինք որ Ուրուգվայի առաջին երկիրն է, որ ցեղասպանություն ընդունած է եւ այո, սա այցելած եմ, նկարներ ունիմ եւ այլն Միտքը իրականության մեջ անցյալ տարի հոնգեց ծնավ եւս ինք որ այս տարի 60-ամյակն է, ուրեմն շատ հարմար գլա Այս թեպքի վերաբերյալ պայմանենք, որովհետև իրականության մեջ գիտենք եւ չենք գիտեր ինչ եղած է, ասենք գիտենք որ Ուրուգվայի եղած առաջին երկիրը, բայց այդպես լավ մանրամասն ցեվով մինչև հիմա արիթը չեր եղած, այս բարեգոր թեպքի մասին խոսելու։ Եվ ինչ կնշանակի այս ճանաչումը Ֆրանսիայի հայ համայնքին համար ու ինչ կարևորություն ունեցավ Ուրուգվայի տեսբանի մասնակցությունը։ Այո, երբ որ միտքը ունեցանք, սկիզբը ցուցանտեսը, տասախոսությունը եւ այլն, բայց հետո միտքես անցավ, ինչու՞ չէ փորձեմ տեստանին հրավիրել եւ տեստանը շատ ազնիվ ցեվով, իրավես, շատ ազնիվ ցեվով առաջարկնից ընդունեց թվականները միան վերջաբես որ որոշենք իրավես տեսպանին պատասխանը սկիզբեն եւ քալը եւ մասնակցությունը շատ հուզիչ էր ինքնան հուզված էր կարծեմ եւ շատ դպավորիչ էր ինչ է կարեւորությունը ինչպես որ սի իրականության մեջ ամբողջ աշխարհի բոլոր սպիրկայերը գիտեն որ Ուրուգվայի առաջին երկիրը եղած է եւ այլն եւ շատ առաջ մույսեր են Ես երբ որ ասնյութի մասին սկսա բրբդել, փորձեցի ֆրանսերեն, անգլերեն եւ այլն նյութեր փնտրել, շատ քիչ բան կդա։ Ամենակարևոր թեփքերը մեկն է սպիրկի պատմության, այսինքն կոնե որտեղ առաջին անգամն է որ երկիրը պիտի ընդունի իր պարլամենտի մագարտակով եւ սկո օրբիտ հայտարարի ապրիլ 24-ը։ Եվ այս մեկը պատահած է Ուրուգվայի, որ
հերու է, այսինքն հերավորությունը միշտ բան գնենք, պատահած է Ուրուգվայի մեջ, եւ մինչեւ հիմա լսեմ, այսինքն լուրջ ցևով չենք հասկացած, չենք գնահատած, երբ որ սկսա բրբդել Քիրկը հրադարակված էր նկատեցի, որ մի քանի տարի առաջ La Causa Armenia ֆրանսիսպաներեն վստահ լավ չեմ ասեր առաջին այդ մենք բանը գազմագերբեցինք հանդիպումը, բայց երկու շաբաթ են այս Քիրկի մասին բանը պիտի գազմագերբենք, որտեղ ինչպես որ ասի ամենակարևոր թեփքերը մեկն է 20-րդ տարուն սպիրկի պատմության, բայց դերևս ցեզմե դուրս, այսինքն գամա Լատին Ամերիկայի քաուտներն դուրս, մյուս քաուտները մինչև հիմա ջիսեվով չեն հասկացած կարևորությունը, գիտեն կարևոր է, բայց մանրամասնությունները չեն գիտեր, եւ այսօր շուրջալ արիթեր, որ աշխատանք մտանենք։ Ինչպես ասած իր Ուրուգվայի առաջին երգիրը եղավ, որ Վաշտոնավես ընդունեց հայոց ցեղասպանությունը։ Եվ ծեր գարզիկով այս գադարվազը ինչպես գնգալբի այսօր սփյուռքին մեջ։ Կարծեմ այդ ամբողջ աշխատանքը հայ թադի եւ այլն, որ սկսած է, իրականում մեջ սփյուռքի մեջ օրինակ այս տարի մեր գետրոնը գտնվի դեսին, որ Լիոնի շատ մոտ է։ Այս տարի օրինակ 100-ամյակը դոնեցինք Լիոնի դեսինի հայերուն, որ եկած են հոս։ Նորեն, օրինակ մեր քաղաքի մեջ դեսին առաջին ցեղասպանության հուշարձանը Եվրոպայի դեսինի մեջ եղած է, եւ այս մեկն ալ 65 թվականին սկսած են, բայց 72-ին այդ հուշարձանը տրված է։ Իրականում մեջ 60-ական թվականներուն սպիրկի մեջ մեծ փոփոխություն եղած է, այսինքն առաջին սերունդը գիտենք, որ ցեղասպանությունն ապրած էր, պետք է ապրեին, պետք է շունչ առնեին, պետք է դերմը դում մշինեին եւ այլն։ Բայց 60-ական թվականներուն լա միջին արևելքի մեջ, Լիբանանի մեջ շատ մեծ ցույց հուշարձան, լա Ուրուգվայի մեջ, որ ցեղասպանությունը ընդունել պարլամենտի մագարտակով, լա Եվրոպայի մեջ, օրինակ դեսինի մեջ առաջին հուշարձանը տնել, նույնիսկ կրնանք ասել, որ Հայաստանի մեջ շարժումներ եղել են, աչրջանին ցույցեր եղել են։ Այդ սերունդի աշխատանքը այսօր մենք այլևս այդ սերունդը չենք, այսինքն մենք այլևս ուրիշ սերունդն է այսօր, սպիրկը ուրիշ պայմաններու մեջ կապրի, եւ դերևս ժամանակն է, որ այս 60-ական թվականներու սպիրկի մեջ այս եղած մեծ շարժումը ճիշտ ձևով հասկանանք եւ ճիշտ ձևով գնահատենք, որովհետեւ տեսնենք ինչպես այս ամեն ինչը, որովհետեւ ամեն ինչ ոնգե սկսած է։ Ցեղասպանության մասին խոսիլը, ցեղասպանության ճանաչումը, քիրքերու հրադարագությունը, մինչև այն ադեն պատմապաններ չունեին, քիրքեր ունեինք, բայց այսպես լուրջ ակադեմիական պատմապաններ եւ այլն։ Ամբողջ այս գործը եղած է 60-ական, 80-ական թվականներուն եւ այդ սերունդի աշխատանքը մեկը մյուսին վրա ստած է, դարբեր սպիրկի դարբեր դեղեր, մեկը մյուսին միտքեր արած է, մեկը մյուսին ամեն մեկը բան մրած է, բայց մեկը մյուսին աստված է, որպեսզի ինքն ալն է, եւ 60-ականներու թվականին սպիրկի քաղաքական մշակույթը տարածված է եւ Ուրուգվայի առաջիններն եղած է, որ այդ քաղաքական մշակույթը հասկացնե, որ այդ քաղաքական մշակույթը կարելի է։ Ինչը որ իմ կարծիքովս ամենակարևոր, շատ կարևոր գետն է սպիրկի պատմությունը հասկանալու համար 20-րդ դարում։ Գիտենք ալ որ Little Armenia սալմասնակցեցավ Ուրուգվայի հայ համայնքի ու բայրերու գաբակցությամբ ցուցահանդես մը գազմագերբելով ինչ արցական կդավ նրգաններու մոտ Այո շատ այդ նկարները երբ որ եկեղեցի դբրոց հուշարձան փողոցի անուն օրինակոս մեր փողոցի անունը Rue d'Arménie է ցերկով Armenia Lambra է դպավորությունը իրական հուզիչ է երբ որ Գարտես թե առաջին դպավորությունը երբ որ թրինք նկարները ասի մեր քաղուտն է բայց նույն ադեն մերը չէ այսինքն ճիշտ կարծես թե դեսինի հուշարձանը եկեղեցի դբրոց եւ այլն բայց միևնույն ադեն ուրիշ երգիր է նաեւ ուրիշ մշակույթ է եւ այս հարստությունը որ ամեն դեղ հայկական հոգի մը գա եւ նույն ադեն Ադամը մեկ հոգինալ իր երգիրի գեղեցկությունը, իր երգիրի շունչն հետը գտերը, այսպես այդ դպավորություններ, որ այո, գճանշնանք, ասի մեր ջանցած դեղերն են, մեր եկեղեցիներուն գտմանի, մեր ագունքներուն գտմանի, մեր տրոշակն են օրև ամեն դեղ, բայց դարբերություն մը գա, ուրիշ ամուշություն մը գա, կարծես թե ուրիշ համ մը գա, որ
չենք ճանչնար եւ երբեմն չենք ուզեր տեսնել, բայց ճիշտ է որ ամենտեղ հայ գա, բայց այդ ամեն մեկ երկիրի մեջ այդ երկիրին բերած ամուշությունը, հարստությունը ասան լադենը որ ավելի լավ երևի։ Որքանում կարևոր է արվեստը եւ մասնավորապես լուսանկարչությունը, ցեղասպանության հիշողությունը եւ մշակութային արմատները գնտանի բահելու համար։ Գարցկովս ասի շատ մեծ նյութ է եւ շատ կարևոր է։ Օրինակ ինչպես որսի երբ որ մենք ցուցանտես մերինք այս տարի նաեւ Դեսինի քաղուտի 100-ամյակին եւ այդ նկարներ փնտրեցինք, նույնիսկ դուներ կացինք, դարեց մարդոց, որ իրենց դունի արխիվները բրբդենք եւ այլն։ Երբեմն այդ նկարներու պատմությունը գա նաեւ, որ սպյուրքի մեջ դերևս մենք հայերը ամենաշատ նկար ունեցող ժողովուրդներն ենք եւ աշխարհի ամենտեղ։ Բայց այդ նկարներու մշակույթը թեր ճիշտ ծավով չենք կորտածել, օրինակ ասկիրքին դեսա սկիզբ ցույց մգաս այդ քիրքը որ Ուրուգվայի դպած է ցույց մգա որ թրված է օրինակ սպաներենով որ ցեղասպանությունը պետք է ընդունվի այսպիսի նկարներ կան Ֆրանսա այսպիսի նկարներ կան որ ֆրանսերեն գրված է այսպիսի նկարներ կան Ամերիկա բայց պետք է դարձեմ ժամանակը այլևս մեր սերունդին որ աս ամենը հավաքենք եւ իրապես տեսնենք որ ամեն մեկ քաղուտի երած արդատրած մշակույթը եւ այլն ինչ գաբեր գա եւ ինչ նմանություն գա եւ միասին փորձենք հրամցնել ասպաները փորձենք այլևս ամեն մեկ իր քաղուտին պատմությունը բերե հարստությունը բերե նկարները բերե քիրքերը բերե եղածը իր փորձառությունը բերե եւ փորձենք այլևս ասում քովի տնենք եւ տեսնենք որ սպիրտը շատ ավելի բարդ ավելի կոմպլեքս ավելի մեծ բան է որ մինչեւ հիմա դեռ չենք անդրադարձած, պետք եղած ձևով չենք գնահատած։ Եվ ինչ դեր գխարան աշխարհի մեջ հայ ազդեցությունները հիշողությունը վար բահելու համայնքները իրար գաբելու եւ վերջավես ինոբաստ հայտարին դարած աշխատանքներուն համար։ Այո։ Ինչպես որսի այսօր ամեն մեկ կաուտ մեծ դժվարություններ ունի ամեն մեկ կաուտ իր խնդիրները ունի եւ թերևս այսօր ինչպես որ քիչ առաջի այդ 60-ական 80-ական սերունդը այդ սերունդներ որ Ուրուգվայի մեջ գրծավ ցեղասպանությունը ընդունել դալ կամ ուրիշ տեղեր ուրիշ մեծ կարևոր բաներ ունին այսօր գարձեմ այսօրվա սերունդը պետք է համաշխարհային սպիրտի մշակույթի մասին մտածենք եւ այդպիսի մշակույթը միայն գետրոն, այսինքն կարևոր է որ մարդիկ մասնակցին, բայց դա գետրոններ պետք է հիմնենք եւ գետրոնները իրարու ճանչնան։ Օրինակ շատ բարձ բանը, ասի արիթ էր որ ես անցամ կամ շատ հայերոս Ուրուգվայի հայության մասին լսեն, Ուրուգվայի հայության մասին մանրամասնություններ գտնան, հարցնեն, հետաքրքրվին եւ այլն։ Եվ ասկանդարի ինչու չեն գրած, հարցը դա է։ Այսինքն ինչու քաղուտները իրարու չեն ճանչնար, ինչու չեն փորձեր ադենը մեկ ուրիշ քաղուտ մծանոթացնել, ասել որ հոն թեր հայեր կան, եղած խնդիրները դարբեր են եւ այլն, բայց վերջը նույն նպատակն է։ Իսկ հայտադը ցեղասպանության հարցը եւ այլն, եթե մեր նպատակը միջազգային ձևով ընդունել դալն է, ուրեմն նախ եւ առաջ մենք իրարու հետ մենք արդեն միջազգային ժողովուրդ ենք այսօր։ Այդ միջազգային մեր ժողովուրդը լալը մեծ ուժ մնա, որ պետք է օգտագործենք որ միան գրնա մեզի օգնել որովհետեւ ավելի միջազգայնացնենք այս հարցը Ընկեր ինչ կցանկանայիք որ Ուրուգվայի հանրությունը իմանա կամ հիշե երբ իմանա Լիոնի մեջ գազմագրված այս հարկանքի դուրքի մասին Ես ինչ որ ասիկան կուզեմ իմանա որ նախ Շնորհակալություն սպիրտքեն Ուրուգվայի լման քաղուտին, պատմության, իրենց ծրած աշխատանքին, դուք ձեր աշխատանքը դեռ կշարունակեք եւ գարձեմ աս արիթմներ ասի որ ինչպես որսի աս քիրքի մասին ուրիշ տասախոսությունը բիտնենք հրավիրյալներ ունենք նույնիսկ քիրքի քրողը որ կարևոր պատմապան է նորեն վիդեո վիդի մասնակցի Ժերարդո Կայտանո ասի կարևոր բաներ են որ մենք այսինքն ես կսեմ գարձեմ
սպիրկի դարբեր քաուտներ մեղավոր են քիչ որ աս ամենը մինչև հիմա ճիշտ ծավով չեն կնահատած ասի հրաշալի կորցմը գարածեք դուք որ պետք է ավելի ջանցվի եւ հուսամ որ այսպիսի արիտները դարետարսները քիրքերը եւ այլն արիտ պիտի լա որ մեկը մյուսին արած աշխատանքը կնահատե օգտվի դարածե եւ այսպես գաբերը ավելի զորանա մեր քաուտներու միջեւ Լավ, ընկեր Ռասմիկ, շատ շնորհակալություն այս հարցազրույցի համար, հաջողություն ու բարևներ Գոմիդաս ռադիոժամեն։ Այո, շատ շնորհակալ եմ հրավերին համար, շնորհակալ եմ նաև ձեր ռադ աշխատանքին, ձեզ հաջողություն եւ միան հաջողություն եւ գանք։ Շատ շնորհակալություն։ Դե, շնորհակալ եմ։